Նախանշված ժամին հրթիռը հրետանային ստորաբաժանումը մեկնարկում են համալիր պարապմունքները։ Զինծառայողները ամրապնդում են շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրների կիրառման փորձառությունը, ներդաշնակում են փոխգործակցությունը, կատարելագործում մասնագիտական հմտությունները։ Առնվազն շաբաթը մի անգամ դաշտային պարապմունքներ անցակացվում, երբ որ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրում, իսկ ճամբարային հավաքների ժամանակ զորավարժադաշտերում դաշտային պարապմունքներ անցակացվում ամեն օր։ Մարտական հրաձգությամբ պարապմունքները եւ զորավարժությունները անձնակազմի մոտ բարձրացնում են բարոյական հատկանիշները, անձնակազմին ուսուցանում են ճիշտ կողմնորոշվել եւ ներդաշնակ խնդիր կատարելու։ Շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցման հզորությամբ։ Հանրապետության հրապարակում զորահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացված համազարգային կրակի ռեակտիվ համալիրները տևական ժամանակ է, ինչ համալրել են Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը, տեխնիկական բնութագրերով եւ ընձեռացնողություններով չեն զիջում առաջատար տարբեր երկրների բանակներում կիրառվող նմանաբնույթ զինտեխնիկաներին։ Շանթ համազարգի կրակի ռեակտիվ համակարգը կարողանում է սեղմ ժամկետներում մարտական աշխատանքի բերվել, կարողանում է իրականացնել բոլոր աշխատանքները ավտոմատ, կիսաավտոմատ եւ մեխանիկական միջոցներով։ Եվ իր ավտոմատ կառավարման համակարգը եւ իր հեռահարությունը գոյություն ունեցած մեր ՀԿՌՀ համալիրների համեմատ ունի մեծ առավելություն։ 24 տարի բանակում եմ եւ հպարտ եմ, որ մեր բանակը համալրվում է նոր տեխնիկայով, ժամանակակից տեխնիկայով։ Շնորհիվ դրա մենք ավելի վստահ ենք կանգնում մեր հողի վրա եւ պատրաստ ենք պաշտպանելու մեր ինքնիշխան պետության սահմանները։ Բարբերաբար անցկացվող այս օրինակ պարապմունքների արդյունքը իրեն սպասեցնել չի տվել։ Զինծառայողները գերազանց են հանդես եկել զորավարժանում հրաձգությամբ անցկացված վարժանքներին, խոցել են առաջադրված բոլոր նշանակետերը։ Սպառազինության վրա հիմնականում ծառայում են մեր պայմանագրային զինծառայողները պաշտպան հայնած ծրագրով, որ այդ ծրագրի դերն ու նշանակությունն է շատ կարևոր եմ համարում։ Զինծառայողին մեկ անգամ ուսուցանում ես, մեկ ուսումնական փուլ, որը տևում է 4-ից 5 ամիս։ Եվ 4.5 տարի է զինծառայողը ծառայելով, տիրապետելով տեխնիկային, պատրաստելու խնդրի կատարմանը։ Զինտեխնիկան կիրառող պաշտպան հայրենյաց ծրագրի շահառուներից մեկն էլ Սարո Սարիբեկյանն է։ Գերազանց տիրապետում է թե համազարգային կրակի ռեակտիվ համալիրների կիրառման կարգին, թե տեխնիկական բնութագրերին։ Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության բանակում եւ հպարտ եմ, որ գործում եմ նման տեխնիկայի այդ ժամանակակից։ Տեխնիկան երթային վիճակից մարտի բերվելու համար պահանջվում է ընդամենը 4 րոպե, ինչը գերազանց արդյունք է։ Պայմանագրային զինծառայողն ասում է, երբեք չի մոռանա այն տպավորությունները, որ ստացել է զորահանդեսին մասնակցելիս։ Զորահանդեսից ստացա հիանալի տպավորություններ, հպարտ եմ, որ մեր հայրենակիցները տեսան մեզ, թե մեր տեխնիկաները, երբեք չեմ մոռանալ հպարտությունը, որ տեսել եմ մարդկանց աչքերում, երբ զորահանդեսն էին դիտում։ Պատրաստ ենք ապացուցել, որ ամեն վայրկյան ամուր կանգնած ենք մեր հողի վրա, պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Հրթիռը հրետանային զորամասում բոլորը քաջ գիտակցում եւ կարևորում են այս օրինակ համալիր պարապմունքների դերն ու նշանակությունը։ Պատրաստ են լավագույնս հանդես գալու նաեւ շաբաթներ անց մեկնարկող կիսամյակային քննություններին։ Այդ վստահությունը գալիս է նրանից, որ անձնակազմը անընդմեջ եւ բարբերաբար մասնակցում է գործնական պարապմունքներին, վարժվում է զինտեխնիկայի վրա։ Համալիր պարապմունքի ավարտին մեկ անգամ եւս շեշտում են, իբրև Հայաստանի Հանրապետության բանակի զինվորականներ պարտավոր են լավագույնս տիրապետել ռազմական մասնագիտությանը, լինել ունակ եւ պատրաստական, պաշտպանելու մեր ինքնիշխան պետության սահմանները։ Անձնակազմը լիարժեք տիրապետում է զինվորական մեր նոր համալրված տեխնիկային եւ հարկ եղած դեպքում պատրաստ ենք պաշտպանելու մեր ինքնիշխան պետությունը։ Ներսես Սիվանյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։